Սեդ։ Հա, ճիշտ է։ Հարսանիք չի լինելու։ Ես ու նվերը այլ նշանածներ չենք, որովհետև նվերը չկարացավ ինձ ընդունել իմ դժբախտության հետ։ Բայց լավ է, որ ամեն ինչ սենց եղավ։ Փաստորեն սերը այդքան ուժեղ չի, ինչքան որ պատմում են։ Գիտես, նվերի համար չեմ լացում, որովհետև ես ամենաճիշտ բանն էր, որ եղավ։ Ավելի լավ է հիմա լիներ, որովհետև հետագայում ամենաանսպասելի պահին քո ամենահարազատ մարդը կարա ուղղակի թեքվի ու գնա։ Երևի ես վերջին շրջանում ամենաճիշտ բանն է, որ եղավ։ Բա ինչի ես լացում։ Ինչ որ բան ա եղել։ Սկսել եմ որոշ բաներ հիշել։ Սեդ, իսկ ինչ ես հիշել։ Ինչ որ փոքր բաներ, մանրուքներ, բայց այդ կարևոր չի։ Կարևորն է, որ հույս կա, որ ես սկսել եմ հիշել։ Ես էլ չեմ կարողանում ապրել այս քաոսի մեջ։ Ինձ անընդհատ հարցեր են տալիս, ես անընդհատ ասում եմ, որ չեմ հիշում։ Մինաս ինձ չի հավատում։ Բայց հիմա ես հույս ունեմ, որ ամեն ինչ կհիշեմ։ Մեկ-մեկ ինձ թվում է, որ Մինասի համար ուղղակի կարևոր է մեղավոր գտնելը։ Դրա համար էլ Հարութին հանգիստ չեն թողնում։ Սեդ, իսկ ինչ որ կոնկրետ բան կա, որ հիշել ես։ Հիմա չեմ ուզում ինչ որ բան ասել, որովհետև վստահ չեմ։ Երբ որ պատկերները լիարժեք կհիշեմ, այդ ժամանակ ամեն ինչ կպատմեմ։ Բայց դու հաստատ նվերի համար չես, չէ՞, նեղվում հիմա իրա համար չի, որ լացում ես։ Չէ։ Հա, ես նվերին շատ եմ սիրում։ Շատ եմ սիրել։ Բայց սենց հաստատ ավելի ճիշտ է ու ավելի լավ է մեր համար։ Հաստատ։ Նենց եմ զզվում նվերից, աչքիցս ահավոր ընկել է։ Ինքը հիմա քո համար բոլորից շատ պիտի պայքարեր, բայց գերադասեց փախնելը։ Սեդա, ինձ լսի, չնեղվես։ Չմեղադրես քեզ այս կատարված դժբախտության համար, լսում ես։ Դու ընդհանրապես մեղավոր չես։ Միևնույնն է, ինչ էլ եղել է, մեկը վստահ եմ, որ նվերն էլ է տանջվում։ Ես նվերին շատ լավ եմ ճանաչում։ Ու այն, որ ինքը ինձ սիրում է, այդ չի էլ քննարկվում։ Հա, թույլ մարդ դուրս եկավ։ Բայց մեկը մի բանով վստահ եմ, որ նվերին ես էլ երբեք հետ չեմ ընդունելու։ Որովհետև այդ էջը փակ է իմ համար։ Շատ լավ գիտեմ, որ գալու է ու փորձի հաշտվել։ Դրա համար հիմա քո մոտ խոստանում եմ, որ հանկարծ եթե փորձի խղճիս վրա ազդել, հիշեմ, որ քեզ խոստացել եմ։ Չէ, Սեդա, ինչ ես խոսում, նվերը քեզ չի սիրել, հավատա ինձ։ Սիրող տղամարդը իրանը տենց չէր պահի։ Ինքը հիմա բոլորից շատ պիտի պայքարեր քո համար, բայց ինքը իրան վաղկոտի նման դրսևորեց։ Ինքը ձեր սերը պաշտպանելու փոխարեն գերադասեց իր անունը։ Հավատա, Սեդա, սիրող տղամարդը իրան տենց չի պահում։ Սիրող տղամարդը աշխարհին էլ դեմ գնում այդ կնոջ համար։ Իսկ ինքը ինչ արեց։ Հարսանիքից ընդամենը մի քանի օր առաջ քեզ մենակ թողեց այդ ցավի, ամոթի ու դժբախտության մեջ ու ուղղակի շատ հեշտ գնաց առանց որևէ պատասխանատվության։ Մի հատ քեզ նայի, ում համար ես տանջվում։ Մի մարդու, ով հենց եկավ այդ տղամարդկությունը ցույց տալու պահը ուղղակի փախավ։ Գիտես ինչ կա, հավաքի քեզ, ընդունի ես փաստը ու իրան էլ ցույց տուր, որ քո համար էլ դու ես կարևոր։ Կներես, բայց ինքը քեզ չի սիրել։ Հաստատ։ Որովհետև եթե սիրեր, սենց չէր վարվի։
Ալո, Գոր, լսի, մանից տեղյակ ես, խոսել ես հետը, գիտես ուրա, չէ ինչի։ գնացի գործի տեղը, բայց ենտեղ չէր, ոչ էլ տաննա, Երևի ընկերուհիների հետ է։ չգիտեմ, լսի, դու գիտեիր, որ ինքը սրճարանում արդեն մենեջեր է, Մենեջեր։ Լուրջ։ հա, նես 2 շաբաթ է ինչ մենեջեր է, զարմանում եմ գիտես, 2 ամիս չկա, որ այդ տեղը աշխատում, թե ինչ ա եղել, ոնց ա եղել, չեմ պատկերացնում, ինչ-որ մի բան է ինչի մի խոսքով, Ուր ես, ասա գամ հասկանանք ինչ ենք անում։ չէ, պետք չի, նորմալ է, Հա, հարուտ ասա։ լսի, դու այսօր մանայի մասին բան ասացիր ու հետո համոզում էիր, որ կատակ ես արել, հաստատ, Հարուտ ջան, արդեն սկսում եմ նեղվել, որ բան եմ ասել։ Առանց մտածելու ասել եմ։ չհավատացի, բայց լավ, Հետ ինչ ներկայացում էիր բեմադրել, զզվում ես հա նվերից, էդ որ ասում էիր չի սիրում Սեդային, քեզ էիր համոզում, թե իրան, դու հրեշ ես Էլեն, ես քեզ չեմ ճանաչում, դու ամենավերջին մարդու նման ես քեզ պահում, էգոիստի պես, ոչ մեկի մասին չես մտածում, մենակ քո, Ես իմ երջանկության համար եմ պայքարում Սյուզի։ Ու եթե մի քիչ լավ քույր լինեիր, կհասկանայիր ու կողքս կկանգնեիր։ Ես ամաչում եմ, որ դու իմ քույրն ես, ամաչում եմ, որ մենք մի տնից ենք, գետինն եմ մտնում, Հաջողություն։
Սեդա։ Սեդա ինչ ա եղել։ Սեդա, խոսա։ Սեդա։ Սեդա ինչ ա եղել։ Խոսա, Սեդա։ Ինչ ա եղել։ Կարաս բացատրես ոնց ես դու ստեղ հայտնվել։ Խոսա։ Զենան։ Խոսա մանե։ Ես չգիտեմ քեզ ինչ ասեմ Հարութ, խնդրում եմ հիմա հարցեր մի տուր, խնդրում եմ տենց մի նա ինձ։ Ինչի։ Մենակ չասես որ ամաչում ես։ Ով ա քեզ ստեղ բերել։ Զենանի մանե։ Ինչ գործ ունես ստե։ Ինչ ես անում ստեղ մանե։ Ինչ ես անում։ Ես չգիտեմ ոնց ասենց եղել։ Գնա, խնդրում եմ, գնա, Դուս մնա։ Ոնց չգիտես։ Ոնց չգիտես։ Ով ա քեզ ստեղ բերել մանե։ Մի գորա։ Դենետ։ Ով ա քեզ ստեղ բերել։ Ավելի լավ է մեռնեի, քան ինձ ես տեսնեի։ Խնդրում եմ, գնա։ Դենետ։ Գնա։ Միջև էդ պիտի ամաչիր։ Գնա։ Գինին խմելուց այդքանը չէիր մտածում։ Մատանին որ մատիցդ հանում էիր այդքանը չէիր մտածում։ Ես դուրս եմ եկելու առաջինը քեզ եմ զանգել։ Քեզ, որովհետև մտածում էի որ անհանգիստ ես։ Բայց չէ, դու լավ եկել ես քո համար ֆարֆարալու։ Դու քեզ հենց չես զսպում։ Կասես ինչ ա եղել։ Չէ, Լավ, մի ասա, բայց գոնե ասա ինչ անեմ քո համար, ջուր բերեմ, դեղ բերեմ, ինչ անեմ։ ոչ մի բան պետք չի, ես հիմա սենյակը գնամ։ Սեդա, իսկ կարող է ինչ-որ բան ես հիշել։ Դու ուրիշ ոչ մի բանից սենց չէիր վատանա։ Գիտես ինչ, ինձ մի պատմի, բայց ուրիշ ոչ մեկին էլ չպատմես։ Չխոսաս ոչ մեկի մոտ։ Եթե հիշել ես ու հաստատ գիտես, որ այդ ճիշտ է, մենակ քննիչին կպատմես։ Լսում ես ինչ եմ ասում։ Այսինքն Արա նենց ոնց որ ես եմ ասում։ Ով կերավ ուղեղը տաղջի։ Ով։ Նոր ես հասկանում, որ ուղղակի ինչ-որ բանի համար պետք ես եկել։ Բա ուրա։ Ուր է ստեղ չի։ Մենակ մի բան չեմ հասկանում։ Մի բան, ում էր պետք որ ես գայի ու տեսնեի, թե ում հետ եմ ուզում կյանքս կապեմ։ Մենակ էտա թե ուրիշ բան էլ կա։ Հերիքա, սուս մնա,
Հասկանում եմ, որ այս ամենը բացատրություն չունի։ Ես անգամ չեմ կարողանում քեզանից ներողություն խնդրել, որովհետև հասկանում եմ, թե ինչ ահավոր բան եմ արել։ Բայց այս ամենը միանգամից չի եղել։ Լուրջ։ Բա ոնց ա եղել։ Միամիտ։ Հա։ Ես քեզանից ուշադրություն եի ուզում։ Դու սենց ուշադրություն էիր ուզում։ Դու ես ուշադրության պակասնում էիր, մանե։ Բա շուտ ասեիր։ Լավ էր։ Բավարարեց այդ ուշադրությունը։ Ես որ օր ու գիշեր աշխատում եմ։ Փող եմ հավաքում, որ հարսանիք անենք։ Բանից պարզվում է, որ դու ես ուշադրության պակասնում ես, մանե։ Ես էլ քեզ պետք։ Հա՞։ Ով ա եղել։ Խոսա։ Ով ա եղել։ Ձենանի։ Խնդրում եմ, ես ինձ լավ չեմ զգում։ Մի պահ դուրս արի հանգստանամ, հետո կխոսենք։ Աղաչում եմ քեզ, գոնե թող հագնվեմ։ Որ այս ամեն ինչը, թե հայացքդ, թե խոսքերդ, մի քիչ էլ սենց շարունակվել ձեռքերդ կեղտոտելու կարիք չի լինի։ Սիրտս կկանգնի ու վերջ։ Իմ համար լրիվ մեկ ես։ Մեկ բան է։ Մենակ մի բան եմ ուզում իմանալ։ Թե ով է ինձ կանչել ստեղ, հետո էլ թռել։ Քեզ կարգի բեր։ Զզվելի ես։ Էս ում տունն է։ Խոսա։ Չեմ ասի, որովհետև չեմ ուզում, որ իմ պատճառով խնդիրներ ունենաս։ Մեր մեջ ամեն ինչ վերջացած է։ Ու միակ մեղավոր այս պատմության մեջ ես եմ։ Ես, որ խայտառակեցի ինձ ու բոլորին։ Մանկատան պատերից հետո այս աշխարհը ինձ շատ մեծ էր երևում ու վախենալու։ Բայց երբ որ ես քեզ հանդիպեցի, այդ վախը իմ մեջ կորավ։ Հարութ, ես երդվում եմ։ Ես քեզ կյանքիցս շատ եմ սիրում։ Լուրջ։ Հետո։ Ես միշտ վախեցել եմ մենակ մնալուց։ Ու երբ որ քեզ հանդիպեցի, ուզում էի վստահ լինեի, որ էլ երբեք մենակ չեմ մնա։ Բայց այս վերջում դու շատ փոխվեցիր։ Հա, հիմա կարող է էլի ասես, որ քեզ չեմ հասկացել ու այդ աղջիկն է խնդիր եղել, բայց չէ։ Մեր հարաբերությունները արդեն նմանվում էին պարտականության։ Դրա համար, երբ որ ես հանդիպեցի մեկին, որը ինձ ավելի շատ սեր էր տալիս, ավելի շատ ուշադրություն էր տալիս, ես մտածեցի, երևի ինքը ինձ ավելի շատ է սիրում։ Սիրել։ Ու քեզ թվում է ես ոչ մի բան չեմ հասկանում։ Ցնդում եմ, երբ հիշում եմ այդ նոր շորերդ։ Դու իմ հետ եղած ժամանակ արդեն այս ամեն ինչով զբաղվել ես, հասկանում ես։ Մենեջեր ես դարձել, գործերդ լավ են գնում, ու ես դրա մասին չգիտեմ։ Իսկ դու ասում ես սիրել։ Քո դեպքում այդ փողն է։ Ասա փող։ Ես կիմանամ, թե դու ինչի պակաս ունես, հա, անկեղծ կհասկանամ, որ գումարի պակաս ունես, բայց սեր։ Ես գիտեմ, որ հիմա իմ ոչ մի խոսք արժեք չի ունենալու, բայց ես ուզում եմ, որ դու ինձ լսես։ Խնդրում եմ քեզ։ Ների ինձ։
ների որպես մարդ, որին դու ճանաչել ես։ Հավատա, ես քեզ չեմ դավաճանել։ Ես ինքս ինձ եմ դավաճանել, Հարութ, ինձ։ Իմ խղճին, իմ ապագային։ Դու մեղավոր չես։ Դու մեղավոր չես։ Ես եմ մեղավոր, որ այսքան եսասեր դուրս եկա ու անշնորհակալ։ Ես։ Ափսոսում եմ այն ժամանակը, որ քո հետ եմ անցկացրել։ Ազատ ես։ Կարասում հետ ուզում ես քնես։ Մատանին մատիցդ հանելու կարիք էլ չի լինի։ Ինչ ես խոսում։ Հավատաս չի գալիս, որ ես դու ես։ Կյանքում անունս չհիշես։ Երբեք չհիշես, որ իրար ճանաչել ենք։ Հասկացար։ Անունն ասա։ Չէ։ Դու հասկանում ես, որ ինձ զանգել ու կանչել են ստեղ։ Կանչել են ու փախել ման է։ Քեզ թվում է այդքան բարդ է, հա, իմանալ թե ես ում տունն է։ Անունն ասա։ Ես չեմ ուզում, որ իմ պատճառով քո կյանքը փչացնես։ Մենակ մի բան չեմ հասկանում։ Լավ ինչն էր քեզ խանգարում, որ ավելի շուտ ասեիր։ Ավելի շուտ ասեիր ու գնայիր ման է։ Ինչի դեր պետք կողքս մնալ ու ինձ սենց հիմարացնել։ Ինչի էր ուզում խաղայր արժանապատվությանս հետ։ Խոսա։ Երբեք չհիշես, որ իրար ճանաչել ենք ու կապ ունենք իրար հետ։ Չես պատկերացնի, թե ինչքան զզվելի ես։
Գոր, Հարութ ինչ ա եղել, որ չսպասեցիր գիշերը խոսանք։ Գործերս կիսատ մնաց։ ուրեմն լսի ինչ եմ ասում։ Ուղիղ հարց եմ տալիս ու ակնկալում եմ ուղիղ պատասխան, հասկացար։ Հարութ ինչ ա եղել։ Դու ինձ ասացիր, որ մանեն ինձ տնալով չի ուրախանա։ Ինչի տենց ասացիր։ Նորից նույնը, ես էլ ասի լուրջ բան ա եղել։ Լսի ինչ եմ ասում։ Ես այդքան համբերություն չունեմ։ Ուղիղ խոսա ու պատասխանի, թե ինչ ա եղել։ Ես ինչ ես անում։ Ընկերոջդ վրա ձեռ ես բարձրացնում, հա։ Չգիտես, որ մեկ-մեկ պահի տակ կարող ա անկապ հումորներ անեմ։ Հա, ճանաչում եմ։ Շատ լավ ճանաչում եմ, բայց այդ հումոր չէր։ Լսի, ես ու մանեն բաժանվել ենք։ Դու ինչ որ մի բան ես իմացել ու չէիր ուզում ինձ ուղիղ ասել, բայց հասկացնում էիր։ Ինչ ա նշանակում ես ու մանեն բաժանվել ենք, ինչ ա եղել։ Նշանակում է այն, որ իմ ու մանեի մեջ ամեն ինչ վերջացած է։ Ու այդ աղջկա անունը էլի մոտ չտաս, հասկացար։ Իսկ հիմա հարցիս պատասխան։ Հարութ ընդամենը նկատել էի, որ իրա նման չի։ Այդ օրը, որ քեզ բռնել էին, ոչ զանգում էր, ոչ գալիս էր մամայից տենար։ Չեմ հասկանում ես իր այդ ինչա կատարվում։ Գնացի իրանց բակ, խոսացի ինչ որ անիմաստ բացատրություններ տվեց։ Այդքան բան։ Հա, այդքանը ինչ կար ասացի։ Լավ։ Սպասի ես ուր։ Ձեռս թող ու հետևիցս մի արի։ Հարութ ասա հասկանամ ինչ ա եղել։ Մանեն են աղջիկն ա, որ Մանեն են աղջիկն է ու Մաունի մոտ պտի չտաս։ հասկացա, այլ իր անունը քո մոտ չեմ տա, ասա հասկանամ ինչ ա եղել։ Պետք չի։ Մանես, ինչ ա եղել։ Չես ես վիճակում, Հարութն էր եկել քեզ էր հարցնում։ Այս տղեն այսօր եկել աստեղ։ Սրճարան հաստատ չէ, բայց մոտակայքում չեմ նկատել։ Որ խնդրեմ հեռախոսդ կտա զանգեմ։ Հա, բայց ինչի համար ինչ ա եղել։ Խնդրում եմ հեռախոսը տուր։ Ալո, Իմ զանգերին չես պատասխանում, բայց ուրիշի զանգերին պատասխանում եմ, որովհետև տենց եմ ուզում։ մենք պետք է հանդիպենք։ Ես ուզում եմ հասկանամ, թե ինչի ես իմ հետ սենց վարվել։ Դու ես չէ Հարութին հասցեն տվել։ Հարութին դու որտեղից գիտես։ Ինչի ես սենց բան անում։ Ամենասկզբից էլ էսա չէ եղել քո նպատակը։ Պետք չի իմանաս, որ իմանաս ավելի շատ ա ցավալու։ Նվեր, ես հենց հիմա գնում եմ այդ տուն։ Ու եթե դու չես եկել, ես գնալու եմ ոստիկանություն։ Գնա, ինչ ես ասել, որ քեզ բռնաբարել եմ։ Կարող է բռնության հետքեր էլ ցույց տաս։ Աղջիկ ջան, ես ինչքանով որ հիշում եմ, ինչ եղել է քո ցանկությամբ ա եղել։ Կոլեկտիվությանը չափ ու սահման չկա։ Գիտեմ, էլի են ասել։ Դու Հարութի որտեղից գիտես։ Ինչի ես ես բան անում։ Լավ կգամ։ Կգամ ամեն ինչ կբացատրեմ։ Մեղքս գալիս ես։ Մանե, դու ես ում ես հավատացել։
Մամ, այս տանը մանեից ինչ-որ իր կա, շոր, հականջող, կոշիկ, ինչ-որ բան կա այս տանը մանեից։ Չկա։ Հաստատ չկա, մամ։ Չէ, չկա, ինչ ա եղել։ Մամ, ուշադիր լսի ինչ եմ ասում։ Եթե մանեից այս տանը ինչ-որ մի բան կա, խնդրում եմ ասա, պետքա վերացնել այդ ամեն ինչը այստեղից։ Չկա։ Չկա։ Ուշադիր լսի ինչ եմ ասում։ Մանեն էլեստուն ոդկ չի դնելու, մամ։ Ինչ ա եղել։ Լսում ես ինչ եմ ասում։ Ուղղակի եթե անգամ կգաս տեղ, կընկնի ոդքերը, ինչ ուզում ասի, ոչ մի դեպքում չես լսում, մամ։ Ուղղակի չես թողում խոսի, ուզում աղաչի քեզ։ Չես թողում, որ այս տանշեմին մոտ գա ինքը։ Ինչ ա եղել ասա։ Բաժանվել ենք։ Ինքը էլ չկա իմ կյանքում։ Մամ, հասկացար, չէ՞ քեզ ինչ եմ ասում։ Հասկացա։ 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 Հիսուս ջան։ Լավ, Մինաս, հասկացա, հա, ուշադիր կլինեք։ Հիմա դու ինձ ասա, այսօր գալու ես, թե չէ։ Ոնց կլինի, մի հարց ավել տվեցի։ Լավ, լավ, լավ։ Ես ինչի ես եկել ստեղ սենց լոր կանգնել։ Ես շատ լավ գիտեմ, որ դու ինձ միշտ չես սիրել։ Չգիտեմ ինչի, բայց այդ հիմա կարևոր չի։ Ուղղակի ես հույս ունեմ, որ դու հիմա ամեն ինչ մի կողմ կդնես ու կօգնես ինձ։ Ինչո՞։ Եթե ես մի անգամ էլ Մինասի հետ կռվեմ, կամ Մինասն է ինձ տնից դուրս հանելու, կամ ես կգնամ ուղղակի այս տնից։ Իսկ ես չեմ ուզում տենց լինի։ Ես գիտեմ, որ այսօր Մինասը տուն չի գալու, ու հիմա իմ համար շատ կարևոր է, որ ես տնից դուրս գամ, բայց Մինասը ոչ մի բան չպիտի իմանա այդ մասին։ Կօգնես ինձ։